Այդ երեխուն ես փոքրուց պահել եմ։ Մեր տունն էր ամբողջ իր մաման գործեր գնում, ես նայում էի, շատ խելոք տղա էր, ինչ է եղել, ինչ ա եղել, չի կար ասի։ Իր մաման ու պապան էր շատ լավ հանգիստ մարդիկ էին, հանգիստ տուն էր իրանց տունը։ Այդ իրանք է ռեմոնտի մեջ էին, մի օր առաջ էլ հենց Վահեն ինձ բարև Ասիա տատի ջան, ո՞նց ես, ասում եմ լավ եմ, դու ո՞նց ես։ Ասես ես էլ եմ լավ, մեր տեղափոխություն ենք անում տունը, որ մի փոքր տեղա մնաց է, արդեն մնանք ստեղ։ Հետո ինչա կատարվել, չես կար ասի։ Դե գիշերը եղել քնած ենք եղել, ոչ մի զարմանք, որ առավոտը վեր կացած նայեցի, շատ ահավոր զարմացա, որ այդ տղից տենց բան ոչ մեկի չէր սպասի։ Որ չասեցի, սենց բանը կատարվել գոքորի սպանել են։ Ասի ով, իր տղեն։ Աս չի կարող պատա իր տղեն տենց բաներ չի անի։ Ինքը խելոք տղա է։ Մի հատ հայաթում կռիվ չի արել, մի հատ մեկին չի վիրավորել, որ ասեմ հա, մի բան կասկածես։ Ասում են կամրջի վրայից պարեկներն են բռնել։ Ու ինքը ասել է գնացեք, չեք հավատում, գնացեք Էջմիածին, այս ինչ փողոց է, այս ինչ տուն է։ Ինքն էլ տան հասցեն տվել է։ Միակ տղան էր, հա, 22 տարեկան, հա, ես ստեղ եմ եղել, նոր ինքը ծնվել է, ես իրան պահել եմ, ասում եմ փոքրուց, պահել եմ, իր մաման աշխատում էր, բերում էի մեր տուն պահում էի, տանում էի հաց էի ուտացնում բան, տալիս էի իրան, որ իրան չխանգարեր։ Այդտենց երեխա է։ Առավոտը ես այս դուրը կոտրելուց այդ ձենից եմ զարթնում։ Տնեցիկ вообще մեր այդ բալգարկի ձայները կավակտել ինչով էին խփում այդ ձայներից նոր զարթնում են։ Իջանք ստեղ ատան ոստիկանությունը լծված էր sense ամբողջ բանը մուտքի մեջ։ Վերջում ու չես կարող ավելի մոտիկանաս մանանս չեն թողում բան։ Որ մի քիչ հետևածով ատենք դեսել որ վերևն եմ ապրում, վերև ներքև էի անում բան։ Անցնելով դե ոնց կլի ասենք որ չտենաս այդ թղթադրամները որ կողքերը մի քանի հատ ընկած էր էլի։ Կինը աղջկա տանն եղել, քանի որ ասենք որ ռեմոնտի մեջ էր տունը։ Ամուսինը մնում էր այդտեղ, ինքը գնում էր այնտեղ, առավոտը գալիս էր էլի ասենք իրանց գործերով, մորճերով բան։ Ասեմ ինչքան գիտեմ ոնց որ ավարտել են թե ինչ, ասեն սկսում էին տեղավորել։ Ես ինչքան այդ երեխուն իմ աշկի դեմ ծնվել մեծացել է, ես այնպես բան չեմ նկատել, ասենք ինչ որ շեղվածություն կամ թմրանիտերի հետ գործ ունենա կամ ասենք խմիչքի հետ չեմ տեսել, որ ասենք հարբած գատուն ձենը քցի գլուխը շատ իհարկե ափսոսալի է շատ իզուր որ այդ դեպքը եղել է ու պիտում իրանց հետ չգիտեմ արդեն ջանաս փշակաղում չեմ կարող ասեմ